Ողջունում եմ ձեզ Ừm, Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեի, որ բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություն։ Պարոն Սուրենյանց, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք որոշեցիք Գագիկ Ծառուկյանի հետ եւ Անդրանիկ Թևանյանի հետ նույն դաշինքով մասնակցել ընտրություններին, կխնդրեի պարզաբանեիք այդ դաշինքի հիմքը որն է, այսինքն գաղափարական ընդհանրություն կա, թե գուցե ծրագրային ընդհանրություն կա, ոնց դաշինքը ոնց կազմավորվեց։ Նախ մի փոքր հստակեցում, ձեր նշած ուժերը կոնսոլիդացվել են առաջարկ Հայաստանին ծրագրի շուրջ, եւ մասնակցության ձևը այն է, որ մենք բոլոր ընտրություններին մասնակցելու ենք ԲՀԿ ընտրացուցակով պարոն Ծառուկյանի գլխավորությամբ, այսինքն սա դաշինք չի ֆորմալիստական առումով։ Ներգրավում ենք ցուցակում։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեմոկրատական այլընտրանքի եւ Բարգավաճ Հայաստանի համագործակցությանը, դա ինստիտուցիոնալ հիմք ունի։ Մենք մեր կուսակցության ձևավորման պահից ի վեր Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ ինստիտուցիոնալ համագործակցության մեջ ենք 2021-26 թվի թիմ ընտրություններին, գրեթե բոլոր ընտրություններին մասնակցել ենք մեկ թիմով կամ դաշինքով կամ թիմերի մեկտեղմամբ կուսակցությունից մեկի դեմքով ամենայն հասնական թիմով ենք մասնակցել, այնպես որ մեր համագործակցությունը 5-6 տարի կոնկրետ մեր կուսակցության մասով խիստ կանխատեսելի որոշում էր Բարգավաճ Հայաստանի հետ ընտրություններին մասնակցել։ Այո, ծրագրային ընդհանրություններ ունենք, մոտեցումների նույնություն ունենք եւ անցած հաջողված պատմություն նաև ունենք, եթե թիմ ընտրությունները հաշվի առնենք։ Մի քանի առանցքային հարցեր կան հանրության շրջանում, որպեսզի մարդիկ կողմնորոշվեն, հա։ Արցախի հարցում առաջարկ Հայաստանի նախաձեռնության քաղաքական շարժման մոտեցումը ո՞րն է։ Գիտեք, մենք երաշխավորված խաղաղության ծրագիր ունենք, որը առաջարկ Հայաստանի ծրագրի շատ կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այդ երաշխավորված խաղաղության մոդելում անդրադարձ կա հայ-ադրբեջանական հարաբերություններին, այսինքն մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում չի կարող տեղի ունենալ կամ դրանք ինստիտուցիոնալ բնույթ խաղաղությունը չի կարող ունենալ կամ երաշխավորված խաղաղություն չեն կարող ունենալ առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների։ Երաշխավորված խաղաղության թեզը բխում է նաև այդ իմպերատիվից եւ մյուս կողմից մենք քաղաքական ուժ ենք, որը ի հեճուկս իշխանության պնդումների, որ այ գալու են պատերազմ բերեն եւ այլն, մենք քանիցս հայտարարել ենք, որ իշխանության գալու դեպքում չենք չեղարկելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, որովհետեւ ի վերջո այդքան արկածախնդրություն եւ ամբարտավանություն չունենք եւ վստահ ենք, որ եթե որևէ իշխանություն գալիս է եւ ամենից սկսում է զրոյական կետից, ինչպես ժամանակին արեց Նիկոլ Փաշինյանը, դա հանգեցնելու է կատաստրոֆիկ հետևանքների։ Ռուսաստանի հետ հարաբերություններ, Եվրոպայի հետ հարաբերություններ, ԵՄ-ի հետ հարաբերություններ։ Այս իշխանությունները մոտեցումը հստակ է, ասում են Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի հետ կհամագործակցենք այնքան, մինչեւ մեզ ընդունեն ԵՄ, այդ ժամանակ կհրաժարվենք, կգնանք ԵՄ։ Այսինքն այս իշխանությունը ձեր իսկ ձևակերպմամբ որդեգրել է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու քաղաքականություն, ինչը արկածախնդրություն է եւ ընդհանրապես մեծագույն արկածախնդրությունն է, որ այս իշխանությունը կարող է անել։ Մենք հավասարակշռության դոկտրինի կողմնակից ենք, այսինքն մենք ենթադրում ենք,
որ բոլոր ազիմուտներում Հայաստանը պետք է վարի շատ ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն, առանց ստրատեգիական կողմնորոշումը փոխելու, այսինքն շեշտը պետք է դրվի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման վրա, սակայն դա բնավ չի խանգարելու, որպեսզի Հայաստանը շատ արդյունավետ հարաբերություններ ունենա թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների հետ, թե Վրաստանի, Իրանի հետ, Չինաստան, արաբական աշխարհ, բայց կրկնում եմ, մենք արտաքին քաղաքականության մեջ պաշտպանում ենք հավասարակշռության դոկտրինի մոդելը եւ չենք խրախուսում ցնցումներ, արտաքին կողմնորոշման փոփոխություն, այնինչ շատ բնորոշ է այսօրվա իշխանություններին։ Եթե առաջարկ Հայաստանին քաղաքական ուժը անցնի խորհրդարան, պարոն Սուրենյանց, դուք բացառում եք ՔՊ-ի հետ որևէ տեսակի համագործակցություն։ Այո, ՔՊ-ի հետ որևէ տեսակի համագործակցություն մենք բացառում ենք։ Իսկ եթե ընդդիմադիր մի քանի ուժեր անցնեն խորհրդարան եւ հնարավորություն լինի ընդդիմության տեխնացուին ընտրել վարչապետ, այսինքն Գյումրի 2-ը, որի մասին իշխանությունները անընդհատ խոսում են, Գյումրի 2-ի սցենարը, այդ պարագայում դուք արդեն ունեք որոշում, ինչպես եք դրսևորելու ձեզ։ Տեսեք, Գյումրի 2-ը դա ինչ-որ հայոյանք չի, որով փորձում են մեզ իշխանությունները անարգիանքիստյոնին գամել։ Գյումրի 2-ը դա ժողովրդավարական պարլամենտարիզմի սկզբունքներից բխող մոդել է, երբ որ հասարակության քվե ունեցող սուբյեկտները անցողիկության շեմը հաղթարած միավորում են եւ ձևավորում են Գյումրիում դա քաղաքային իշխանությունն է, իսկ ընդհանրապես կայացած ժողովրդավարություններում այդպես ձևավորվում է կառավարություն, ձևավորվում է իշխանություն։ Հիմա Գյումրի 2-ը կրկնում եմ դասական ժողովրդավարության մոդելներից մեկն է։ Խորհրդարանական համակարգերին շատ բնորոշ։ Բնականաբար, եթե ընդդիմադիր ուժերը ձգտում են փոփոխության, նրանք փորձելու են պարլամենտում միավորվել եւ ձևավորել կոալիցիա։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում այս պահին առաջնորդություն ունեն հատկապես երկու ուժեր, մեկը մեր քաղաքական կոնսոլիդացիան է, մյուսը Սամվել Կարապետյանի շուրջ եղած քաղաքական կոնսոլիդացիան է, հետևաբար այս հարցը ավելի ճիշտ կլինի եւ տեղին կլինի ուղղակի մյուս կուսակցություններին, որոնք խորհրդանում հայտնվելու հավակնություն ունեն։ Այո, մենք պատրաստ ենք ստանձնել պատասխանատվությունը, եթե ընդդիմության առաջնորդը մենք կլինենք եւ կոնսոլիդացնել մյուսներին եւ պատրաստ ենք նաեւ կոնսոլիդացվել այն տեխնացուի շուրջ, որ առավելագույն ձայներ կհավաքի։ Այսինքն դուք բացառում եք, որ երկրորդ նախագահը եւս կհայտնվի խորհրդարանում եւ Ես ամենևին երկրորդ նախագահի խորհրդարանում հայտնվելը չեմ բացառում, ոչ էլ իրավունք ունեմ բացառելու, այլ բան է, որ ես վստահ եմ, որ ընդդիմության ֆավորիտի դերում երկրորդ նախագահին չենք տեսնելու։ Այնուամենայնիվ, եթե Սամվել Կարապետյանի ուժը ավելի շատ ձայներ հավաքի, քան թե Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը, դուք պատրաստ եք Սամվել Կարապետյանին ընտրել վարչապետ։ Մենք պատրաստ ենք նստել եւ նրանց հետ քննարկել իրենց առաջարկները, գալ հայտարարի կոմպրոմիսների, իրենց հետ բազմաթիվ քննարկելու խնդիրներ ունենք, այո։ Բայց գիտեք, որ իրենք նախատեսում են սահմանադրությունը փոխել եւ քաղաքացիության արգելքը վերացնել, այսինքն սահմանադրության փոփոխությանն էլ է կողմ քվեարկելու։ Ախ, միջև քվեարկության արդյունքները պարզ չլինեն, չտեսնենք ուժերը ինչպիսի համամասնությունը, այդ համամասնությունը թույլ է տալիս արդյոք սահմանադրություն փոխել, թե ոչ, այդ հարցին հիմա պատասխանելը մի քիչ բանի ոլորտից է, գետը չտրած հոպ անելու ոլորտից է։ Ասեցի պատրաստ ենք համագործակցության, եթե իրենք առաջնորդությունը ստանձնեն եւ մեր աջակցության կարիք ունենան կամ մեր կոնսոլիդացիայի։ Պարոն Սուրենյանց, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ Սամվել Կարապետյանին միասին անվանում է եռագլուխ հրեշ եւ պատերազմի կուսակցություն։ Ինչպես կարող եք հակադարձել իրենց պնդումներին։
Նախ Նիկոլ Փաշինյանի խոսքի մեջ արդեն մանիպուլյացիա կա։ Ինքը ես հասկանում եմ, որ ինքը ուզում է բոլորիս մեկ զամբյուղի մեջ դնել, արհեստականորեն բոլորիս կապել Քոչարյանի հետ, դեմոնիզացնել եւ այլն, այդ շատ լավ հասկանում եմ, նա փորձում է այդպիսով կրկնել 2021 թվականի մոդելը, սև սպիտակի, այդ շատ լավ հասկանալի է, բայց շատ պրիմիտիվ մոդել է, մոտեցում է, որովհետեւ եթե մենք մեկ միասնական թիմ լինենք, 3 ցուցակով ընտրությունների չենք մասնակցի։ Եթե գործ ունենք տարբեր իրարից անջատ 3 սուբյեկտների հետ, արդեն եռագլուխ եւ այլն էս բաները Նիկոլ Փաշինյանի կներեք, բայց նույնիսկ քաղաքական առումով անգրագիտություն է, սա մեկ։ Երկրորդը, քիչ առաջ ես ձեզ ասացի, որ օրինակ մեր ուշի պարագայում, եթե իշխանության գանք, չենք չեղարկելու Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Կնշանակի առնվազն ծիծաղելի է պատերազմի կուսակցություն պիտակը մեզ փակցնելը, որտեվ մենք նախապատերազմյան արկածախնդիր Նիկոլ Փաշինյանը չենք, որ գանք եւ հայտարարենք, որ զրոյական կետից ենք սկսում, չեղարկենք բանակցային միջավայրը, ի վերջո կանաչ լույս վառենք պատերազմի առաջ։ Եվ երրորդը, առնվազն հակահիգենիկա քաղաքական առումով, որ պատերազմի հրձիկ Նիկոլ Փաշինյանը անպարտավորություն ունի այլ ուժերի մեջ պատերազմի կուսակցություն փնտրելու։ Պարոն Սուրենյանց, ասացիք, որ ընդդիմության առաջնորդները հիմա ֆավորիտները Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանն են, բայց 2021 թվականի ընտրություններով Սամվել Կարապետյանը տեխնացու չէր, Գագիկ Ծառուկյանը խորհրդարան չանցավ, Բարգավաճ Հայաստանը, իսկ երկրորդ նախագահը 270,000, եթե չեմ սխալվում, ձայն ստացավ։ Հիմա ինչ է փոխվել 5 տարի անց, որ ֆավորիտները ընդդիմությունում փոխվել են։ Շատ բան է փոխվել, ստատուս քվոն է փոխվել։ Ի վերջո 2021 թվին այն մանդատը, որը ստացել է Ռոբերտ Քոչյանը, այդ մանդատը ենթադրում էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացում։ Արդեն գործող ազգային ժողովի լիազորեցումները մոտենում են ավարտին եւ անդիմադիր խմբակցությունների գործնեության անարդյունավետության ցուցիչ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանվում է։ Հետևաբար միայն այն, որ Ռոբերտ Քոչյանի ֆրակցիան մանդատ էր ստացել խնդիր լուծելու եւ 5 տարում այդ խնդիրը չի լուծվել, արդեն որոշակիորեն չի կարող կրկնել 2021-ի էֆեկտը, սա մեկ։ Երկրորդը, եթե ինչ-որ ուժ 2021-ին ֆավորիտ է եղել, բացարձակապես դա չի նշանակում, որ այդ նույն ֆենոմենը կարող է կրկնվել 5 տարի անց, երբ որ իրողություններ են փոխվել, ընդդիմադիր դաշտում զարգացումներ են տեղի ունեցել, նոր խաղացողներ են հայտնվել, նոր իրավիճակ է ստեղծվել։ Եվ վերջը կա պատմագիտական ճշմարտություն։ 2023 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով կործանվեց Արցախը, դա ազդեցություն ունեցավ նաև անուղղակի ազդեցություն ունեցավ նաև ներքաղաքական ստատուս քվոյի վրա, մեր Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա։ Արցախի կործանումը անուղղակիորեն փակեց արցախյան շարժման հետ առնչություն ունեցող Հայաստանի նախկին 3 նախագահների էջը։ Սա իմ համար աքսիոմատիկ ճշմարտություն է, հետևաբար այս բոլոր գործոնները հաշվի առնելով ես ասում եմ ամենայն հարգանքով երկրորդ նախագահի անձի հանդեպ այս ընտրություններում ոչ պատմական օրինաչափության տեսակետից, ոչ քաղաքագիտության տեսակետից, ոչ նոր իրողությունների այդ գալու հանգամանքով պարոն Քոչարյանը չի կարող ընդդիմադիր դաշտի ֆավորիտ լինել։ Պարոն Սուրենյանց, բայց եթե շարունակենք այս համեմատությունը, Ռոբերտ Քոչարյանը 10 տարվա կառավարման փորձ ունի, որի ընթացքում Հայաստանը եղել է անվտանգ,
տնտեսապես զարգացել է եւ նա, այսպես ասած, ունի այդ մեկնարկային կետը մարդկանց ինչ որ բաներ խոսք տալու համար։ Գագիկ Ծառուկյանը չունի կառավարման փորձ, չունի բանակցային փորձ, ի վերջո ինչպես է նա բանակցելու Ադրբեջանի հետ եւ ինչ ծրագրեր ունի, հա, այսինքն ինչ է խոստանում։ Դուք շատ թույլ վարկած եք բերում։ Շատ թույլ վարկած եք բերում, ավելին ասեմ, ես ձեր վարկածով շատ ուժեղացնում եք իշխանության փաստարկը, չա նշանակում փորձ չունեն։ Յուրաքանչյուր իրանց ոլորտում ի վերջո խոշոր կապիտալի արդյունավետ ներկայացուցիչ լինելը նույնպես փորձ ունենալու մասին է խոսում։ Դա նույնպես կառավարման շատ մեծ ձիրք է պահանջում եւ մենեջերական բացառիկ հատկություններ է պահանջում։ Սա մեկ։ Երկրորդը, եթե ձեր ասած համեմատությունների լեզվով գնանք, ես էլ կարող եմ ասել, ընդդիմադիր դաշտին կոնսոլիդացնելու փորձ պարոն Քոչարյանը չունի։ Ինչի ապացույցը 2021-26 թվերը եղան։ Ինչի հետևանքով ինքը ընդդիմադիր դաշտում կորցրեց լիդերությունը։ Իսկ այդ համեմատությունները ես ճիշտ չեմ համարում եւ տեղին չեմ համարում։ Հիմա փորձը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում, կրկնում եմ, այս պահին կոնսոլիդացիոն պոտենցիալի առումով ավելի արդյունավետ խաղացողներ են հայտնվել, այստեղ ընդ որում նեղվելու, նեղսրտելու բան էլ չկա, որովհետև քաղաքականությունը անդադար դինամիկա եւ զարգացում է սիրում։ 2021 թվին բոլորը հասարակության դիմադիր շերտերը հավատացին, որ Ռոբերտ Քոչյանը կարող է փոփոխություններ բերել, ցավոք սրտի այդ փոփոխությունները չստացվեցին։ Հիմա հասարակության փոփոխությունների տեսլական իմ խորին համոզմամբ, նաև սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս, այլ ուժերի հետ է կապված։ Սա քաղաքականության օրինաչափություններից մեկն է։ Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը ինչպիսի փոխհարաբերություններ ունեն։ Ես անձնական դաշտ չեմ մտնում, ես գիտեմ, որ իրենք ընկերներ են, գործընկերներ են, ընկերներ են, նորմալ մարգային հարաբերություններ, դրական հարաբերություններ, դրանից ավել ոչինչ ասել չեմ կարող։ Պարոն Սուհենյանց, արցախցիների հետ վերադարձի հարց բարձրացնելու է ձեր քաղաքական ուժը, եթե իշխանություն վերցնի։ Գիտեք, ստեղ էլի ասեմ, էլի ձեզ, որ ամեն ինչ ռեալիստական դաշտում պիտի դիտարկվի։ Որպիսի նման հարց լրջորեն քննարկվի, նախ պիտի լուծվի միջազգային երաշխիքների, երաշխավորված երաշխիքների հարցը։ Առանց այդ երաշխիքների համակարգը ստեղծելու այդ հարցի բարձրացումը երբեք արդյունավետ չի լինի։ Այլ որ ստեղծվեն միջազգային երաշխիքների համակարգ, միջազգային երաշխավորներ լինեն, որոնք արցախցիների անվտանգությունը կարող են երաշխավորել, այդ հարցը արժի քննարկել։ Այս պարագայում դա կներեք ժամանակավրեպ խոսակցություն է, որը ոչ մի կերպ չի օժանդակում այդ խնդրի լուծմանը։ Եվ մի այսպիսի բան էլ կա, մեղադրանք էլ կա իշխանության կողմից։ Երևի լսեցիք, որ ԵՄ ամբիոնից Նիկոլ Փաշինյան, ներողություն, Եվրոպայի խորհրդի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ ուղղակիորեն անունը տալով, բայց այնուամենայնիվ անվանեց բելարուսամետ օլիգարխ եւ ասում են, որ եթե օրինակ Ծառուկյանը կամ Սամվել Կարապետյանը գա իշխանության, Հայաստանը դառնալու է միութենական պետության մաս։ Այդ միութենական պետության օրակարգ ընդհանրապես գոյություն չունի։ Ոչ Մոսկվայում նման հարց գոյություն ունի, ոչ ընդդիմադիր որևէ ուժի տեսլականներում նման բան կա։ Ընդհանրապես ասում եմ, լրիվ արհեստական թեմա է։ Որևէ ընդդիմադիր ուժ, մեր ուժը, նաև Հայաստանի ապագան միայն ինքնիշխան կարգավիճակում են պատկերացնում, հետևաբար շինծու մեղադրանքը։ Իսկ եթե գանք մետությանը, եթե հասարակության մոտ հարցում անեք, թերևս մի քաղաքական գործիչ կա, որին հասարակությունը օտար օրակարգերի հետ կարող է կապել, էլի այդ անձնավորության անունը Նիկոլ Փաշինյանն է,
հասարակության մի զգալի մասի կարծիքով ինքը Իլհամ Ալիևի երջանիկ վասալն է։ Մի քիչ ծիծաղս գալիս է, որ Ալիևի երջանիկ վասալը օտար պետությունների ականջներ է փնտրում ձեռագիր ունեցող գործիչների հետևում։ Շատ լավ, պարոն Սուրենյան, հետևենք պրոցեսներին, ձեր քաղաքական ուժին հաջողություններ եմ մաղթում եւ շնորհակալ Շնորհակալություն։ դրույթի համար։